Պարոն Մելիբեկյան, նախ հետաքրքիր կլիներ, իհարկե ձեզ հաճելի չի, ես նաև ձեր դեմքի արտահայտությունից եմ հասկանում, որ տհաճություն եք ապրում, երբ ձեր հրաժարականի մասին են խոսում, դուք հանրային դեմք եք եւ դրան էլ պիտի պատրաստ եք, համենայն դեպս բավականին զուսպ են իմ գործընկերները Էնպես չեն արտահայտվում, ինչպես էր մասին արտահայտվում են ձեզ ճանաչողները, օրինակ Ֆաֆի անդամները, նրանք ովքեր ձեզ հետ համագործակցել են ժամանակին որպես լրագրող, այսքան ֆուտբոլի հետ կապ ունեցող մարդիկ շատ ավելի կոշտ գնահատականներով են ձեր մասին խոսում եւ նավոր փաստարկում են հրաժարականի պահանջը, սա ուղղակի հենց այնպես ռեպլիկ։ Հիմա հարցս, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ձեր պարտության այդ սահմանը իսկապես 9-1-ն է, թե ոչ, հաշիվը։ Ձեր պարտությունն ընդունելու այդ սահմանագիծը 9-1 հաշիվն է, թե ոչ։ Երկրորդը, հաշվի առնելով, որ մենք լրագրող ենք եւ ձեզ մոտ գալուց առաջ բնականաբար հետաքրքրված մարդիկ մեզ կարող էին հարցեր ուղղել, ես այդ հարցերը ուղղեմ հիմա ձեզ։ Ուրեմն դուք քիչ առաջ ձեր խոսքում նշեցիք, որ ակադեմիան, որը վաղ շաբաթում կառուցվել էր եւ հանձնվեց շահագործման 17 թվականին, դա հանձնել եք ՆՕԱ-ին։ Ինչ հիմքերով եք հանձնել, դա որպես այսպես ասած անհատույց օգտագործման կամ պայմանագիր է կնքվել որոշակի կամ վաճառք է իրականացվել, որովհետև կան պնդումներ, որ առնվազն 600-ից 700 միլիոն դոլարով իրականացվել է վաճառք ՆՕԱ-ի վրա եւ այդ մասով չկա որևէ փաստաթուղթ։ Կներեք, էմոցիոնալ արձագանքներ առանց էմոցիոնալ արձագանքների հիմա դուք եւ կներեք խնդրում եմ իմ նույնաբովանդակ նաեւ տեղեկություններ են շրջանառվում Ավանում գործող ֆուտբոլի ակադեմիայի մասին, որ ժամանակին դուք նաեւ այդպիսի պլաններ եք ունեցել մասնատված շահագործման հանձնել ինչ որ կառույցների եւ ասում են, որ գործարք է քննարկվել օրինակ Տաշիրի Սամվել Կարապետյանի հետ, խնդրում եմ նաեւ հերքեք կամ հաստատեք այս տեղեկությունները, բայց էլի հարցեր ունեի պարոն Նիկողոսյանի հետ կապված, գուցե դա արդեն պարոն Նիկողոսյանին տամ, հա։ Ուրեմն, գիտեք, ես երբ որ խոսում ենք абսուրդից, абսուրդը սահմաններ ունի։ Երբ որ դուք խոսում եք 600-700 միլիոն դոլարով, դուք հասկանում եք ինչի մասին ենք խոսում։ Ներողություն դրամ, ներողություն եմ խնդրում, եթե դոլարը։ Հիմա, ուրեմն մեր բոլոր ենթակառուցվածքները մեր չէ, մեզ պատկանում։ Ընդհանրապես ֆուտբոլի ֆեդերացիան չպիտի ունենա ենթակառուցված բացի մեկ ազգային ստադիոնից եւ ամեն ինչ մենք կառուցում ենք, մենք տարբեր պայմաններով հանձնում ենք ակումբներին։ Դա անում ենք միայն մի պատճառով, թե վարձակալությամբ, թե անհայտուց օգտագործմամբ, թե այդ գումարը, որը ծախսել ենք դրա դիմաց տալով։ Ուրեմն բոլորը մենք հանձնում ենք տարբեր պայմաններով, դա մեկ։ Եվ դեմ չենք լինի, եթե մենք մեր ակադեմիան, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իմ խորին համոզմամբ չպիտի ունենա ակադեմիա, որտեղ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար պրակտիկ դաշտում պետք է պատասխանատու լինեն միայն ակումբները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է ռազմավարություն տալ իրենց, աջակցել, կրթական ծրագրեր անել, բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի կետում չպետք է ունենա ակադեմիա։ Եվ այո, մենք քննարկել ենք տարբեր, իդեպ 19 թվականից նաև նախորդ նախագահ Արտուր Վանեցյանը իմ ներկայությամբ քննարկել է Արտուր Սողոմոնյանի հետ ակադեմիան ինչ պայմաններով տարբեր վաճառքի, անհատույց օգտագործման որևէ պայմանով հանձնելու, որպեսզի ակումբը ունենա իր տեղը եւ որպեսզի ակումբը զբաղվի մանկապատանեկան ֆուտբոլով։ Ուրեմն որքան մենք այսօր պատրաստ ենք բոլոր ենթակառուցվածքները, որ դեռևս այսօր տնօրեն, չնայած մեծ հաջողությամբ Արմավիրը, Էջմիածինը, Աբովյանը մենք հանձնել ենք արդեն, պատրաստ ենք բոլոր ենթակառուցվածքները յուրաքանչյուր որևէ պայմանով տալ ակումբներին, որպեսզի ակումբները զարգացնեն իրենց ֆուտբոլը։ Եթե կարելի է իմ հարցին հստակություն էլի մտցնենք, այսինքն մենք այդ հարցը եկեք շատ պայմանը եւ փաստաթուղթ կարող եք հրապարակել թե ոչ, որտեղ կարծես թե ես չգտա, փաստաթղթեր կան, այդ պայմանները, որոնցով դուք հանձնում եք շահագործման, ինչու դրանք թափանցիկ չեն եւ Տաշիր գրուպի Սամվել Կարապետյանի հետ ձեր բանակցությունները այո եղել են թե ոչ եւ ինչն է խանգարել, որ այդ գործարքը կայանա, որտեղ կան պնդումներ ձեր մասնագիտական ոլորտից, որ այդ գործարքը մեկ պակաս չեղարկվել է դրսի միջամտությամբ։ Չէ, բացարձակապես նման բան չկա, ոչ մի դրսի միջամտություն, ոչինչ չկա։ Մենք քննարկել ենք, ես ասացի Փյունիկի
սկսած 19 թվականից հետո Փյունիկը հրաժարվել է եւ Արարատ Արմենիայի հետ եւ եթե մենք ընդհանուր պայմաններով հասնենք համաձայնության, մենք մեծ հաճույքով անհատույց օգտագործման պայմաններով կհանձնենք։ Չի ստացվում, որովհետև բազմաթիվ հարցեր կան, բայց ես ասեմ, որ նորից կրկնում եմ, բոլոր մեր ենթակառուցվածքները մենք պատրաստ ենք ազատվել բոլոր ենթակառուցվածքներից, որովհետև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ենթակառուցվածք կառուցում է միայն այն պատճառով, որովհետև ակումբները այդքան միջոցներ չունեն կամ չեն ցանկանում ներդնել։ Այսքանով ավարտենք, որովհետև կան փաստաթղթեր, որոնք իհարկե առևտրային գաղտնիք են պարունակում, անհատույց օգտագործման պայմաններից եւ այլն, բայց կոնկրետ նոայի դեպքում դրանք նոայի դեպքում նախ ամենակարևոր բանը, որ ուզում եմ նշել, ֆինանսական փոխհատուցման ես հիմա ձեզ կպատասխանեմ։ Ամենակարևոր բանը, որ ուզում եմ նշել, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդիսանում է հասարակական կազմակերպություն եւ իր գործունեությունը ծավալում է հասարակական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի յուրաքանչյուր տարին համապատասխան։ Դա վերաբերում է թե անհրաժեշտ եւ պահանջող փաստաթղթերի հրապարակմանը, թե թափանցիկության մակարդակին, ասեմ ավելին, մի բան էլ ավելի թափանցիկ են, քան օրենսդրությունը պահանջում է։ Դժվար գտնեք Հայաստանում մեկ այլ սպորտային կառույց, որը օրինակ իր ժողովները հերթական, չեմ խոսում ընտրական ժողովների մասին, ուղիղ հեռարձակման ցուցադրում է եւ ամբողջ ընթացակարգը հրապարակային 2 ամսվա կտրվածքով անում է։ Ես գալիս եմ ձեր հարցին։ Հիմա ինչ վերաբերում է պայմանագրերին, բոլոր այն գործարքները, որոնք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կնքել է ակումբների հետ, գույքի այս կամ այն ձևով տրամադրման, այդ բոլոր փաստաթղթերը կատարվել են նոտարական ձևակերպումներով, գրանցված են Հայաստանի Հանրապետության կադաստրային կոմիտեում, շատ հանգիստ կարող եք հարցում կատարել, ձեր հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալ, ավելին ասեմ, որպեսզի այսօր ինչ-որ թվերի հրապարակումներ բաներ չանենք, նոայի հետ կապված, նաև մինչ այդ անհատույց տրվում, վարձակալություն տրվում, թե ինչ ֆորմատով է տրվում, կախված է նաև ակումբի սեփականատիրոջից իր հետ բանակցությունից եւ իր ցանկությունից։ Ու այդ ամբողջը շատ լավ հրապարակված է բաց ձևով Հայաստանի ֆուտբոլ ֆեդերացիայի ֆինանսական հաշվետվություններում 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունը, որ բացեք, ամեն դեպս վաճառքի դու անընդհատ չեք ուղիղ ասում խնդրում եմ բացեք ֆինանսական հաշվետվությունը, ամեն ինչ կտենակ, վաճառք չի X գումարը ծախսվել է շինարարության վրա, հաշվարկվել է ամորտիզացիան, մնացած արժեքի փոխհատուցումը իրականացվել սեփականատիրոջ ցանկությամբ։ Իսկ այդ գումարը մուտք է արվել եւ վճարվել է եւ եթե չեմ սխալվում վճարվել է մեծ հարկ։ Եվ դրանց վճարվել է հարկ։ Դրա համար եմ ասում, ֆինանսական հաշվետվություն կներեք, մի հարց է, դուք կարծեմ ասացիք, որ մարզիչների պայմանագրերը երբեք չեն հրապարակվել, այսինքն ես սխալ եմ հիշում, որ գլխավոր մարզիչների հետ պայմանագրերը հրապարակային են եղել։ Որտեղ ձեր պարագայում հրապարակային չեն։ Ես նման բան չեմ հիշում, որովհետև մեր պարագայում բոլոր մարզիչները, որոնց հետ մենք պայմանագիր ենք կնքել, 3 արտասահմանցի մարզչի հետ, իրենց գործակալներ եւ իրենք պահանջում են կոնֆիդենցիալության եւ ես չեմ հիշում, կա պայմանագիր, որ ես չեմ հիշում։ 2007 թվականից այն տարին է, երբ ես ֆեդերացիայում աշխատում եմ, 2007 թվականից որևէ մարզչի պայմանագիր եւ պայմանագրում նշված աշխատավարձ հրապարակային չի եղել, չի հրապարակվել։ Հրապարակվել են աշխատավարձերը տարեկան ֆինանսական հաշվետվությունում, եթե դուք բացեք ֆինանսական հաշվետվությունը, նայեք բոլոր ուղղվածություններով ծախսերը կա։ Մեծ մաթեմատիկական գիտելիք պետք է ունենալ աշխատավարձը հասկանալու համար, անկեղծ եմ ասում։ Շնորհակալություն։ Ես իհարկե հարցերելի ունեմ, բայց կսպասեմ երևի վերջում տամ, չչարաշահեմ գործընկերների համբերությունը, թույլ տվեք, եթե կարելի է, որտեղ ինձ թվում է մեր ավագ գործընկերոջն ուղղված հարցերը մի քիչ կարևոր են։ Պարոն Նիկողոսյան, այսպես տեղեկություն են փոխանցում, որ ձեր եղբորորդին ֆեդերացիայում, ֆուտբոլի ֆեդերացիայում զբաղեցնում է նորաստեղծ ինչ-որ միջոցառումների կազմակերպման դեպարտամենտի պետի պաշտոնը, եւ սա այն դեպքում, որ նա բավականին բարձր աշխատավարձ է ստանում եւ չկան ենթակառուցվածքները, հա, այսինքն գոյություն չունեն աշխատողներ, չկա բաշխվածություն, թե ով ինչ գործառույթ պիտի կատարի եւ նա ստանում է աշխատավարձ եւ զբաղեցնում է այդ պաշտոնը։ Եվ հաջորդ հարցը, որը դարձյալ ձեզ է ուղղված, տոր կազմակերպությունը, որը փաստորեն իրականացնում է հանրապետական ստադիոնի անվտանգության ապահովումը, կամ պնդումներ, որ այս կազմակերպության սեփականատերը ձեր ընկերն է եւ ձեր միջոցով են այս պայմանավորվածությունները ձեռք բերվում եւ բավականին կրկին մեծ միլիոնավոր դրամների հոսքեր են այստեղով իրականացնում։
Նորայր Ավետիսյանի մասին է խոսքը, խնդրում եմ ասեք իձեր ինքերն է թե ոչ եւ ինչ սկզբունքով են ընտրվում այս գործարքները եւ ձեր եղբորորդու վերաբերյալ ասում են որ 1 միլիոնը նաեւ գերազանցող աշխատավարձ է ստանում։ Իդեպ ասում են նաեւ ձեր 7 խորհրդականներն են 1 միլիոնը գերազանցող աշխատավարձ ստանում պարոն Մելիքյան։ Շնորհակալ եմ հարցի համար, թույլ տվեք պատասխանել։ Իմիջիալոց տորի տնօրենը խնդրեմ ծանոթանալ, ձեր կողքը նստածա։ Իմ ընկերը չի եղել երբեք, ես հիմա էլ կուզեի ընկեր ունենալ նման, բայց իմ ընկերը չի։ Մենք ծանոթացել ենք աշխատանքի բերենով, երբ որ ֆեդերացիայի հետ պայմանագիր է կնքել, այդ հարցը հանեք մեջտեղից, ծանոթացեք ձեր կողքն նստած։ Կարծում եմ որոշակի առումով նաև Սուզի դու պիտի հիշես իմ ընկերների շրջանակը եւ նա երբևէ չի եղել, դա առաջինը, երկրորդ։ Ինչ վերաբերում է եղբոր որդուս, այո, վերջերս նա աշխատանքի անցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, ընդամենը 1-2 ամիս առաջ, բայց իմ եղբայրը աշխատում է ֆուտբոլի ֆեդերացիայում, տեխնիկական կենտրոն ակադեմիայում, եթե չեմ սխալվում 10 քանի տարի, իսկ շատ առաջ ինքը այնտեղ աշխատում է թենիսի մարզիչ։ Ես չգիտեմ մի ուրախություն ձեզ, թե ցավս ինձ պիտի ասեմ, որ ակադեմիայի ամենացածր վարձատրողը մարզիչը իմ եղբայրն է։ Դա փաստ է։ Չգիտեմ դա ձեզ բավարարես թե չէ, աշխատավարձերի մասով, որովհետև կներեք դուք հիմա ինձ հարցեր եք տալիս, ով ինչքան է փող ստանում։ Ես ձեզ պատասխանեցի, իմ հարազատ եղբայրը ակադեմիայի ամենացածր ստացող մարզիչն է։ Ինչ վերաբերում է եղբորս տղային, ընդամենը 1-2 ամիս նա ունի մասնագիտական հմտություններ եւ դրա նախաձեռնողը կներեք ես չեմ։ Ես պատասխանեմ, քանի որ Պողոսյանը մշտապես դեմ է եղել, բայց նրա եղբոր որդին ունի մասնագիտ։ Ես ուզում եք բոլոր 93 աշխատակիցների մասին չեմ կարող պատմել, բայց նաև անդրադառնալով պարոն Պողոսյանի ռեպլիկին միայն մի բան կարող եմ ասել, նրա եղբոր որդին ամենացածր վարձատրվող դեպարտամենտի ղեկավարն է ֆուտբոլի ֆեդերացիան։ Ուրեմն եւ գործառույթ ունի, եւ ենթականեր ունի, եւ հիմա օրինակ եւ գործառույթների շրջանակն է նրա անընդհատ ավելանալու։ Ես դա ձեզ ասեմ եւ նորից կրկնեմ, նա ամենացածր վարձատրվող դեպարտամենտի ղեկավարն է, որովհետեւ մեզ այստեղ պետք են եղել ոչ մասնագիտական հմտությունները եւ աշխատավարձը բացարձակապես նա էլ չի կարեւորել։ Բազմաթիվ գործառույթներ կապված բոլոր կազմակերպչական հարցերի հետ, բոլոր միջոցառումների սկսած խաղերից սկսած ստադիոններում տարբեր տիպի միջոցառումներ, վերջացած մեր ներքին միջոցառումների եւ այլն, բազմաթիվ գործառույթներ ունեցող մարդ է։ Եվ սա շարժման առարկա չի կարող դառնալ, որովհետեւ պարոն Նիկոլոսյանը դա չի նախաձեռնել եւ ինչ վերաբերում է այդ ընկեր եւ այլն, դա այս ասեկոսներն են, որոնք բացարձակապես կապ չունեն, նույն տորի ասեկոսները բացարձակապես կապ չունեն իրականության հետ։ Խնդրում եմ։ Եթե դեմ չեք մի փոքր հնարավորություն տանք մարզական լրագրողներին, Նարինե մի վարքյան մենակ անվտանգության հետ կապված մի փոքր նկատառում անել։ Ուրեմն Հայաստանում անվտանգություն կազմակերպող կազմակերպությունների թիվը բավական փոքր է, 4-5, եթե չեմ սխալվում, առավել շատ դրանցից ռեսուրս ունեցողները 3-ն են մարդկային առումով։ Հիմա պատկերացնում եք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարեկան քանի խաղ կազմակերպում, քանի հավաքականների համար եւ գոնե առնվազն ազգային հավաքականի համար քանի հոգի է ներգրավում դրսով ներսով մարզադաշտի անվտանգությունը ապահովելու համար։ Այդ ռեսուրսը իմ նշած 5 կազմակերպություններից ունեն 2.5-3-ը, այսպես ասենք, մասնակի։ Դրա համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միայն տոր ընկերության հետ չհամագործակցում, հավասարապես համագործակցում է նաև Արմոբիլ ընկերության հետ, իմջալոց Արմոբիլի հետ էլի 2007-8 թվերից համագործակցում ենք։ Յուրաքանչյուրն ունի իր դերակատարությունը, աշխատանքների եւ պարտականությունների հստակ բաշխվածություն կա արդեն մոտավորապես 5-6 տարի խաղերի կազմակերպման ժամանակ։ Տոր ընկերությունը այո նաև ֆեդերացիայի կառույցների անվտանգությունն է ապահովում եւ հետո այդ մարտիկ ներգրավում է խաղերի կազմակերպման անվտանգությանը, իսկ ընդհանրապես մնացած իմ նշած 5 կազմակերպություններից ինչու են ընտրվել այդ երկուսը, որովհետեւ այդ երկուսը առաջարկել են եւ բարբերաբար դա թարմացվում է, հա, մենք մի անգամ չենք հարցել ու սպասում բանը էլ չենք անում, գին որակ լավագույն հարաբերակցությունը։ Հերթով ասեմ, որ մի քիչ Սյուզի ջան խնդրում եմ մյուսներին հնարավորություն տան։ Այդ հարցին պարոն Նիկոլոսյանը պատասխանեց արդեն։ Դուք եկել եք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մամուլի Արսուլիսի ԿՊ-ի հետ
Որևէ չկա։ Կներեք, ես Դուք շարունակեմ։ Սուզան դուք սխալվում եք։ Մենք ոչ մեկս քաղաքական թիմը չի ներկայացնում եւ խնդրում եմ, ես անկուսակցական եմ եղել ամբողջ կյանքում եւ հիմա էլ անկուսակցական եմ եւ երբ որ դուք հիմա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քաղաքական հարցերով չի զբաղվում, եկեք այստեղ վերջակետ դնենք եւ անցնենք առաջ։ Ես